Այսօր առավոտյան Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում ի հիշատակ սրբադասված նահատակների բարեխոսության աղոթք է հնչել։ Մարզի հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի գլխավոր միջոցառումը հերհերի ձորում էր։ Մարդկանց բազմությունը, մարզային իշխանությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցել են ձորում գտնվող հուշակոթ հողի մոտ։ Քրիստոսի հարության հավատացող ժողովրդին մարդ չկա։ Մեր ընթացքը հավիտենական է, մենք անմահ ենք, Հայաստանի երկիրն էլ անմահ է եւ հավիտենական։ Հաղթանակ եւ հավիտենություն։ Ամեն։ Լոռու մարզում ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են բացառիկ համերգով։ Վանաձորի Էդվարդ Գզարթմյանի անվան երաժշտական դպրոցում Գրեմմի մրցանակակիր էստոնական ազգային արական երգչախումբը հանդես է եկել հայերեն կատարումներով։ As you know, Եվրոպական միությունը չի կարող հայոց ցեղասպանությունը ճանաչել, բայց ես կարող եմ, քանի որ դա պատմական փաստ է։ Մարզի բոլոր համայնքներից ճանաչում եւ հատուցում վանկարկումներով երթեր են անցկացվել դեպի եկեղեցիներ, որտեղ էլ մասնակիցները աղոթել են նահատակների հոգիների հանգստության համար։ 100-ից ավելի խաչքարերի մոտ ծաղիկներ են դրվել։ 101 տարի անց աշխարհով մեկցրված հայ ժառանգները, հայ ժողովուրդը մի բռունց կազմած հիշում է եւ պահանջատեր է։ Աշխարհը կճանաչի 20-րդ դարասկզբի ոչրագործությունը, եթե յուրաքանչյուր հայ շարունակի պայքարը ոչ ասելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Ըստ Արմավիրցի մտավորականների դժվարին ճանապարհին ենք, բայց արդարացի պահանջին հասնելու համար պետք է հաղթահարել խոչընդոտները։ Ժամանակի ու տարածության մեջ դժվար է որոշակի իրեղեն ապացույցների հասնել եւ անել այն, ինչ որ մենք ցանկալին ենք պահանջում, բայց ամեն մի ցանկալիին հասնում են երևի դժվարին ճանապարհով, մաքարումներով, տարիների ու դարերի միջոցով։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես կլինի արդիական եւ հայը պահանջատեր է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել պատմական իրողությունը։ Պահանջատերն ենք, հիշում եւ պահանջում ենք, եւ դա լինելու է մեր ողջ ապրելակերպի ամբողջ գործընթացի ամենակարևոր սկզբունքներից մեկը։ Հիշատակի եւ պահանջատիրության արարողությունները շարունակվում են բոլոր մարզերում։ Լիաննա Ներսիսյան, Նազելի Էլբակյան, Անժելա Ստեփանյան, Սարգիս Գոքորյան, ժամը լրատվական։